շատ արդար է եւ մեր գործընկերները եւ մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ովքեր հիմա գտնվում են ծառայության մեջ, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պիտի ըմբռնումով մոտենան, որովհետեւ սա վերաբերում է ապագայում ծառայողներին։ Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու Պաշտպանության նախարարության առաջարկը։ Երբ հրատապ ճանաչված այս նախագիծն ամբողջությամբ ընդունվի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն տուն կվերադառնան 2-ի փոխարեն 1.5 տարի անց։ Ժամկետի կրճատումը չի վերաբերի զինված ուժերում արդեն ծառայողներին, բայց նախարար Սուրեն Պապիկյանն անարդար ոչինչ չտեսավ սրա մեջ։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիակ ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում եւ այլն։ Պաշտպանության նախարարության նախագիծը քննադատեցին ընդդիմադիր падգամավորները։ Կուսակցական ծրագրերը մեկ այլ բան է, որովհետեւ ձեր կուսակցական ծրագրերով մենք ամբողջ Արցախ են կորցրել, բայց զինված ուժերի զարգացումը ապահովել է կազմահաստիկային փոփոխությունները, կառուցվածքային փոփոխությունները եւ համալրումը այլ բան է պատրաստության հետ կապված։ 8 տարի ռազմական գերատեսչությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը հակադարձեց. բարեփոխումն ընդունելի է, եթե այն բխում է երկրի իրավիճակից ու խնդիրներից, բայց Արցախը կորցնելուց հետո Հայաստանի սահմանային պաշտպանությունն ավելացել է շուրջ 100 կիլոմետրով։ Ղարաբաղի 283 կիլոմետրին ավելացրել է Ադրբեջանի հետ սահմանը Զոդից մինչև Մեղրի։ Դրանից ելնելով մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը եւ Պաշտպանության նախարարությունը պաշտպանական ռազմավարական վերանայում պետք է անի եւ դրանից բխող հարցերով պետք է ինքը իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպվի։ Մինչ Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է, որ ժամկետայինների ծառայությունը կես տարով կրճատում են պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման շնորհիվ եւ դրա համար արդեն գործուն քայլեր են արել, ընդդիմադիրները խնդիրներն էին թվարկում։ Ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում զինված ուժերի միջև։ Նորից եմ ասում, հրամանատարը ստանում է, թող ստանա բարձր աշխատավարձ, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում, որոնք որ գտնում են սահմանում։ Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանը ծառայության կես տարով կրճատումը համարեց լոկ նախընտրական մի քայլ, պնդեց, բացի ժամկետը կրճատելուց այլ գործողություններ չեն արվելու։ Օրինակ, եթե պարտադիր զինծառայության ժամկետը կրճատում են հենվելով պայմանագրայինների ռեսուրսի վրա, ինչ պայմաններում են նրանք ծառայում։ Հիմա մենք ունենք խնդիր համալրման։ Եթե պրոֆեսիոնալ բանակ պետքա ձևավորվի, այդ պրոֆեսիոնալ բանակը պետքա ձևավորվի պայմանագրային զինծառայողների միջոցով։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր հերթին նախարարին առաջարկեց փոխել ատեստացիոն համակարգը, որպեսզի համալրվեն պայմանագրայինների շարքերը, նրանք եւս պետք է բարձր աշխատավարձ ստանան, բայց վարձատրությունը ատեստացիայի արդյունքներից է կախված։ Սուրեն Պապիկյանը դեմ է համատարած բարձրացվող աշխատավարձին, դա պնդեց դեմոտիվացնում է զինվորականներին, թող գան քննություն հանձնեն կբարձրացնեն։ Երևանի կենտրոնում աշխատող պարեկն ավելի բարձր է վարձատրվում, քան պայմանագրայինը, հակադարձեց Աննա Գրիգորյանը։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե ընտրություն կատարի, որտեղ կնա աշխատելու, հաշվի առնելով սահմանում առկա ռիսկերը, մարտահրավերները, պայմանները եւ այն ինչ որ ունենալու ունեք Երևանի կենտրոնում պարեկ աշխատելիս։ Ակնհայտ է, չէ, եթե մենք համալրման խնդիր ենք փորձելու լուծել, եթե պրոֆեսիոնալ բանակ ենք փորձելու ձևավորել, առնվազն տարական բազային աշխատավարձի բարձրացումը պարզապես հրամայական է։ Սա ոչ թե նախընտրական, այլ խաղաղության հաստատման քայլ է, համոզված հայտարարում էր ԿՊԱ-կան Հակոբ Արշակյանը։ Մեր այսօրվա քննարկվող օրինագիծը այն մասին է, որ խաղաղությունը եկել է եւ խաղաղությունը այսօր է եւ դա իր արտացոլումն է գտնում այդ թվում նաեւ մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա, ըստ այդմ ծառայության ժամկետը կրճատելով եւ դարձնելով 18 ամիս։ Իշխանական падգամավորներից մեկն առաջարկում էր խրախուսել օրինակ չծխող զինվորներին ու նրանց շուտ տուն ուղարկել։ Մեր ռեսուրսները անսպառ չեն։ Մենք կարող ենք քայլեր անել, որը հասարակության համար դիտվի որպես խրախուսական, պատանիների համար խրախուսական, բայց չենք կարող անընդհատ մենք շեշտը դնենք բանակի ու անընդհատ խրախուսենք, բոլորին տուն ուղարկենք, բոլորին բանակից ազատենք։ Չենք կարող դա անել ուղղակի։
Հենց Սուրեն Պապիկյանի տեղակալն էր ամիսներ առաջ խորհրդանում խոստովանել, որ բանակը համալրման խնդիր ունի ու նաև այդ պատճառով են ստիպված վարժական հավաքի մասնակիցների ներգրավում մարտական հերթապահության մեջ։ Ընդդիմադիրների կողմից քննադատված այս օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա արդեն արտահերթ նստաշրջանում, պարտադիր մինչև տարեվերջ, որ հունվարից օրենքը գործի։